Նախորդ տարվա հունիսի 28-ին ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել էր կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք էր առաջացրել անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչների շրջանում։ Ազգային ժողովի նախագահը հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է պարտվի վերանա, որպեսզի մեր եւ Բալթյան երկրների համար լավ լինի։ Սիմոնյանը նաև ավելացրել էր, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ Բալթյան երկրների համար լավ հեռանկարներ բացել։ Ազգային ժողովի նախագահը շտապեց հերքել հրաժարվել իր խոսքերից, սակայն այդպես էլ հրաժարվեց ժողովուրդ օրաթերթին տրամադրել այդ հանդիպման ձայնագրությունը։ Ավելի ուշ ազգային ժողովի դաշնակցական падգամավոր Արթուր Խաչատրյանը հաստատեց ժողովուրդ օրաթերթի հրապարակումը, որ այո, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բավականին խիստ գնահատականներով ելույթ է ունեցել եւ քննադատել է Ռուսաստանին այդ հանդիպման ժամանակ։ Դուք մասնակցել եք այդ հանդիպմանը, ինչ է ասել իր խոսքում ազգային ժողովի նախագահը, որ հիմա էլ հետ է կանգնում։ Ժողովուրդ օրաթերթի լրագրողի այս հարցին падգամավոր Խաչատրյանը պատասխանել էր. «Մեջբերում եմ, չեմ էլ հիշում բառացի ինչ է ասվել, բայց բավականին խիստ գնահատականներ են տրվել», նկարագրել էր Արթուր Խաչատրյանը։ Եվ հիմա, 1 տարի անց, ռուսական մամուլը հղում է անում ժողովուրդ օրաթերթին, հիշեցնելով, որ անգամ падգամավորի մերձբալթյան գործընկերները զարմացած են եղել նրա ռուսաֆոբ բնույթի հայտարարությունից։ Ալեն Սիմոնյանը Իզվեստիային տված հարցազրույցում հերքել է այդ խոսքերը, հայտարարելով, որ նման պնդումներ չի արել եւ դատական հայց է ներկայացրել ժողովուրդ օրաթերթի дем. Вы недавно заявили, что вот Россия должна быть, я прям процитирую, уничтожена, чтобы у стран Балтии и Армении все было хорошо. А скажите, а как понимаете вот это заявление? А где вы это прочли? Я это прочел в газете, которая... Да, на которую я подал в суд, и она проигрывает. Я такого не говорил. Вы не хотите краха России? Я не говорил такого. Սակայն ռուսական լրատվամիջոցը փորփրել, գտել եւ հանրայնացրել է, որ դատական նիստերը դեռ չեն սկսվել, իսկ գործի ելքը մնում է անորոշ, ինչը նրան հնարավորություն է տալիս այս քայլը ներկայացնել իր օգտին որպես փաստարկ, ասվում է ռեպորտաժում։ Ռուսական մեդիան արձանագրել է, որ կարևոր ընտրություններից առաջ քաղաքական գործիչների յուրաքանչյուր խոսք առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Երկիրը կանգնած է ընտրության առաջ, որոշելու իր հետագա քաղաքական ուղղությունը։ Մի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցությունը վերջին տասնամյակում Հայաստանին ապահովել է զգալի տնտեսական արտոնություններ եւ աճ։ Մյուս կողմից խորհրդարանն արդեն օրենսդրորեն ամրագրել է Եվրոպական միությանը ձգտելու ուղին, եզրակացրել է ռուսական մեդիան։